մեզ համար ընտրակաշարք բաժանելը բացարձակ անընդունելի է, դա այդ վախի համակարգը ստեղծելու բաղադրիչներից է, սիրելի քաղաքացիներ, այսինքն եթե մենք խոսում ենք այդ վախի համակարգի մասին, որ ստեղծվեց այդ սխեման գործում է բարձրագույն մակարդակով, հետո իջնում է մինչև ներքև, բնականաբար բացարձակ անընդունելի է, որովհետև սա նույն բանն է, թե ընտրակաշարք, թե գնաս գումար տաս, թե վախեցնես, ձայնը գնելու նույն ձևն է, սա բացարձակ անընդունելի է, ով ուզում է լինի, դա մեզ համար սկզբունք է, որովհետև դա խաթարում է, քայքայում է երկրի քաղաքական համակարգը, տեսեք, քաղաքացին ինքը պետք է ձևավորի եւ ինքն է ձևավորում այս պետական համակարգը, այսա շատ կարևոր է, դրա համար ասում եմ, երբ քաղաքացին գնում է ընտրատեղամաս, քվեախցիկ է մտնում, ամբողջ իշխանությունը այդտեղ պատկանում է քաղաքացուն, ինքը ամեն ինչի տերն է, վերջ, այդտեղ բարձրագույն իշխանությունը քաղաքացին է, սրանից է հենց վախենում իշխանությունը, կոնկրետ պաշտոնատար անձը բարձրաստիճան, որովհետև այդ դեպքում կարող է, չէ, օրինակ, եթե քաղաքացին հասկանա, որ այսինքն յուրաքանչյուր քաղաքացի, որ գաղտնի է քվեարկությունը, որևէ մեկը չի կարող վերահսկել, այն նրանց վերահսկողությունից էլ դուրս կգա ամեն ինչ։ Այսա շատ կարևոր է, որովհետև ընտրությունների արդյունքում է ձևավորվում այդ ազատ համակարգի արդյունքում է ձևավորվում համակարգ, որը ոչ թե վախերով է կառավարում, այլ իրավունքով։ Եվ այստեղ մի բան ասեմ, տեսեք, այս վախի այսօրվա այս համակարգը կա, որ մեզանից գողանում են այս ընտրությունները, չէ, ինչու ենք այդպես դրել։ Սա նաև նպաստում է նրան, որ համակարգից դուրս են գալիս կոնկրետ բնակավարների, նաև մասնագետներ, ինչ նկատի ունեմ, նայեք, տնօրեններին երբ ճնշում են, օրինակ կա կոնկրետ տնօրեն, չէ, ինքը սկսում է ճնշել այն մյուսներին, հավաքում են ուսանողներ, գնում են նախընտրական հավաքների, վերջում կազմակերպում են քվեարկություններ են անում, հետո այդ քվեարկության արդյունքում պաշտոնի եկած նախարարը, օրինակ, չէ, սկսում է նշանակել իրանց մարդկանց, վերևից մինչև ներքև, եւ արդյունքում պրոֆեսիոնալները չեն նշանակվում այլևս աշխատանքի, ու դրա համար է ստացվում, որ նախարարը հավաքում է իր մարդկանց, եւ հետո եթե այդ նախարարին աշխատանքից հանում են, բոլորը սկսում են փոխվել եւ ցանցը համակարգը ամբողջությամբ ցնցվում է։ Իրականում ինչպես պետք է լինի։ Նախարարը ինքը գիտի, որ յուրաքանչյուր նախարար ունի, պատկերավոր ասենք, թիթեռի կյանք։ Այսինքն այդ նախարարը առավոտը կարող է լինել նախարար, երեկոյան ազատեն աշխատանքից։ Հիմա այդ նախարարին, որ երեկոյան ազատեցին աշխատանքից, ինքը ինչ է, պետք է ամբողջ համակարգը իր հետ տանի։ Իհարկե ոչ։ Այսա շատ կարևոր է, որ մենք պետք է պաշտպանենք նաև միջին օղակները, մեր ներքևի, այսինքն մարդկանց, ովքեր հիմա ճնշում են, դպրոցի տնօրեններ կլինեն, պետական համակարգի ծառայողներ կլինեն, նրանք մեզ մոտ պետք է լինեն հենց դա, որ պաշտպանվածները, որպեսզի քաղաքական մակարդակից ճնշումներ չլինեն նրանց նկատմամբ։